Պարոն Սարգսյանին հեռացրին վարույթից, նախ ինչպես կմեկնաբանեք, ինչով է սա պայմանավորված։ Պայմանավորված է հերթական ապօրինությամբ, հաշվի առնելով, որ մեր պաշտպանական թիմի մեջ կա աշխատանքի հստակ բաժանում եւ երեկվա առերես հարցաքննության հիմնական հարցադրումները կատարում էր Երեմը Սարգսյան ու քննչական մարմնի համար ակնհայտ էր, որ այդ հարցադրումների արդյունքում փլվում էր արդեն ի սկզբանե ապօրինի մեղադրանքը, հետևաբար նրանք դիմեցին այս քայլին, ապօրինի կերպով հեռացրեցին վարույթից, դե բնականաբար պարոն Սարգսյանն էլ ձեզ ասած կլինի, որ բողոքարկումներ են լինելու, այդ որոշումը չի կարող ուղղակի իրականության մեջ գոյություն ունենա, իսկ ինչ վերաբերվում է պարոն Սարգսյանից հետո տեղի ունեցած իրադարձություններին, մենք բնականաբար անպատասխան չթողեցինք այս իրադարձությունները, հանդես եկանք բացարկի միջնորդությամբ, իմիջիայլոց ոչ միայն քննիչին, քննչական խմբի ղեկավարին եւ ամբողջ քննչական խմբին, որովհետեւ հիմա արդեն այս ամբողջ քննության ընթացքում տեսած տարաբնույթ ապօրինությունները միամտություն կլինի այստեղ արդարություն փնտրելը, հետեւաբար առնվազն մենք այս փուլում պետք է արձանագրենք թե տեղի ունեցած ապօրինությունները, թե այն հանգամանքը, որ հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներով պարոն Ծառուկյանին զրկում են արդյունավետ պաշտպանության իր իրավունքից, իսկ դրանք ամրագրված են եւ սահմանադրությամբ եւ մնացած մյուս օրենքներով։ Այս ամեն ինչը մենք պետք է արձանագրենք, սրա մասին պետք է չլռենք, պետք է խոսենք այս ամեն ինչի մասին ու նաեւ իրավական պրոցեսներով, չնայած որ պարոն Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցածը ոչ իրավական պրոցեսներ են, բայց իրավական պրոցեսներով նաև պետք է ամրագրենք այս տեղի ունեցած անարդարությունները։